Իմ սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, բարև ձեզ։ Ամիսներ առաջ ես ու Աշոտը անցնում էինք այս գյուղով ու երեխաները մեզ ասացին. «Արևիկ, երբ եք գալու, մեզ էլ նկարեք, մեր գյուղը նկարեք»։ Մարտի 18-ին մենք մի քանի ժամ անցկացնելու ենք Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք բնակավայրում։ Դե սիրելիներս, եկեք ինձ հետ այսօր եղանակային պայմաններին նայելով հասկանում եմ, որ մեզ ջերմ ու արևոտ օր է սպասվում։ Հարգելի հայրենակիցներ, մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է Fnet Telecom ընկերությունը։ Fnet-ը իր սիրելի բաժանորդներին առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ, F-Time հարթակը։ Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 89 88 հեռախոսահամարով։ Հաղորդաշարի գործընկերն է Emily Farm դեղատների ցանցը։ Եթե ձեզ շտապ դեղորայք է անհրաժեշտ, զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ կանեն առաքում։ Պարոն Վարդանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, Արևիկ ջան, բարև։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Եկել ենք ծանոթանանք Կոտայք բնակավայրի բնակիչների հետ։ Սիրով։ Որքան ժամանակ է, որ գյուղը ղեկավարում եք։ 2020 թվականից։ Այս նախկինում նաև աշխատել եմ որպես աշխատակազմի քարտուղար։ Կոտայք գյուղում եք ծնվել, մեծացել։ Ծնվել եմ Կոտայք գյուղում։ Որտեղից են բնակիչները եկել եւ այստեղ հիմնադրել Կոտայք անունով գյուղ։ Ու ինչու են հատկապես ընտրել այս տարածքը։ Բնակչությունը եկել է Բայազետից։ Ունենք միջնակարգ դպրոց, եկեղեցի, մշակույթի տուն, որտեղ գործում են բարի խմբեր եւ սպորտային խմբակներ։ Աշխատատեղեր կան այստեղ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է դաշտավարությամբ եւ անասնապահությամբ։ Իսկ ոռոգման ջրի մասին ինչ կասեք։ Գյուղը ապահոված է ոռոգման ջրով, ինչպես նաև խմելու ջրով։ Ջուրը չեն անջատում օրվա մեջ։ Ոչ, անցած տարի ամբողջ բնակավայրի խմելու ջրագծերը վերանորոգվել է իսպար, շատ լավ շուրջօրյա ջրամատակարարում ունենք։ 2025 թվականին նաև կառավարության որոշմամբ մեր դպրոցը ընդգրկվել է դպրոցաշինության ծրագրում 2025 թվականի աշնանից արդեն շինարարական աշխատանքները սկսվել են 2027 թվականին կունենանք շատ գեղեցիկ դպրոցի շենք 575 տեղ հզորությամբ։ Որտեղ են կառուցում նոր դպրոցը։ Սոց մանկական գյուղի արևանությամբ 1.5 հեկտար հողամաս տրամադրել ենք նոր դպրոցի կառուցմանը, շատ տիպային, հարմար, գեղեցիկ դպրոց ենք ունենալու իր բոլոր հարմարություններով։ Պարոն Վարդանյան, այստեղ բնակչության թիվը ինչքան է։ Բնակչության թիվը պետրեգիստրով հաշվառված են 1925 անձիկ, բայց սակայն գյուղում կան բնակիչներ, որոնք փաստացի բնակվում են, օրինակ մեր հարցները Գրանցված չեն, բայց ապրում են, այո։ Շուրջ 2000-ին մոտ բնակչություն ունենք։ Հեշտ է գյուղը ղեկավարելը։ Խոշորացումից հետո, համայնքների խոշորացումից հետո մենք ընդգրկվել ենք Ակունք համայնքի մեջ։ Իհարկե խոշորացման արդյունքն է, որ հիմա բոլոր բնակավայրերում իրականում են աշխատանքներ լուսավորությունից, ասֆալտապատումից, խմելու ջրագծերի վերանորոգումից։ Պարոն Վարդանյան, տեսեք, Հատիս լեռը այն է, չէ։ Այո։ Ես տեսնում եմ։ Քրիստոսի արձանը այնտեղ են տեղադրելու։ Իսկ զբոսաշրջիկները Կոտայք գյուղի միջով են գնալու գան։ Միանշանակ։ Շուտով Հատիս լեռան գագաթին կտեղադրվի Հիսուս Քրիստոսի մոնումենտալ հուշարձանը, որը կնպաստի նաև մեր համայնքներում զբոսաշրջիկների ակտիվ հոսքը։ Երանի ձեզ, առավոտյան գալու եք աշխատանքի ու պատշգամբից նայեք Հիսուս Քրիստոսի հուշարձանին։
Սիրելիներս, եկանք հասանք Կոտայք գյուղի Սերյոժա Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց։ Հիմա գնանք տեսնենք ինչ կա չկա այստեղ, ինչպես են մեզ ընդունելու, սպասում են, թե ոչ։ Բարև ձեզ ընկեր Կիրակոսյան։ Բարև ձեզ։ Ես Արևիկն եմ, եկել եմ տեսնեմ ինչ կա չկա Կոտայք բնակավայրի միջնակարգ դպրոցում։ Շատ ուրախ ենք ձեզ դիմավորել։ Ինչ որ պետք է, մենք կարող ենք ասել, պատմել մեր դպրոցի մասին։ Որքան տարի է, որ տնօրինում եք այս կրթօջախը։ 9 տարի է տնօրինում եմ, բայց դրանից առաջ ես երկար տարիներ այստեղ աշխատել եմ փոխտնօրեն եւ ուսուցիչ, հետո փոխտնօրեն, հիմա տնօրեն։ Ինչ եք դասավանդել։ Ես դասավանդում եմ ռուսաց լեզու գրականություն։ Ուզում եմ մեծ դպրոցի մասին մի փոքր պատմեք, որ թվականին է շենքը կառուցվել, ում անունն է կրում։ Դպրոցը կառուցվել է 1926 թվականին, շուտով 100-ամյակն է նշվելու, սեպտեմբերին մեր դպրոցը կնշի իրեն 100-ամյակը, իհարկե մենք ձեզ կհրավիրենք, կգաք կլուսաբանեք մեր դպրոցի 100-ամյակը։ Մեր դպրոցը կրում է նախկին տնօրենի անունով, Սերյոժա Վարդանյանի անունով։ Ինքը երկար տարիներ աշխատել է, ունեցել է ներդրված իրավունք, դրա համար գտել ենք, որ պետք է իրեն անունը կրի, արտադիր։ Քանի աշակերտ է այժմ հաճախում։ Մեր դպրոց հաճախում է 241 աշակերտ, նաև սոս մանկական գյուղեր կազմակերպությունից ունենք աշակերտներ, որոնց թիվը կազմում է 45 խնդիրներով երեխաներ են, բայց մենք ջերմորեն ընդունել ենք եւ աշխատում ենք իրենց բոլոր կարիքները, դպրոցի կարիքները հոգալ։ Իսկ մնացած կարիքները հոգում է իհարկե սոսմանկական գյուղեր հիմնադրամը։ Մասնագետների պակաս ունի դպրոցը, թե ոչ։ Մասնագետների պակաս մենք կուզենայինք, որ ունենայինք նաև էլի սոցմանկավարժ, հոգեբան, որովհետև քանակը մեր դպրոցի աշակերտների, ներառական աշակերտների քանակը բավականին շատ է եւ մեկ մասնագետը բավարար չէ մեր դպրոցի պայմաններին, չնայած եւ կարող եմ ավելացնել տմակի օգնությունը մեզ տրվում է շաբաթական 3 օրից ավել նրանք հաճախում են, իրենց օգնությունը ցուցաբերում են, բայց լավ կլիներ նաև մենք ունենայինք հնարավորություն ունենայինք մասնագետներ, սոցմանկավարժ, հոգեբան եւ այլն։ Ներկապահիս ունենք մեկ հոգեբան, որը հիմա վերապատրաստումների, այսօր կակրած վերապատրաստման առաջին օրն է։ Ինքը գնացել է այնտեղ։ Քիչ առաջ զրուցեցինք վարչական ղեկավարի հետ, նա նշեց, որ գյուղում նոր դպրոց են կառուցում։ Այո, երկու գյուղի համար, նոր գյուղի համար եւ Կոտայքի միջնակարգ դպրոցի համար կառուցվում է մեկ դպրոց, մոտ 600 աշակերտ թիվ ունեցող դպրոց է կառուցվում։ 27 թվականին երևի թե աշխատանքները կավարտվեն, որտեղ դպրոցի շինարարական աշխատանքները հիմա կատարվում են, մենք ամեն անգամ լուսաբանում ենք, ուղարկում ենք փոխնախարարին եւ ամեն դեպքում հուսով ենք, որ 27 թվին կունենանք նոր դպրոց եւ մեր աշակերտներն էլ վերջապես կգնան եւ կունենան բոլոր համապատասխան պայմանները։ Հնարավոր չէ այս շենքը հիմնովին վերանորոգել, թե շենքը շատ հին է, հիմնանորոգելը բավականին երևի թե բարդ կլիներ։ Մենք շատ կուզենայինք, որ ամեն մի գյուղը ունենար իրեն սեփական դպրոցը, երեխաները ամեն մեկը հաճախեն, ամեն մի գյուղի երեխա հաճախեր իր դպրոցը, բայց դե համարեցին, որ ավելի ճիշտ կլինի երկու գյուղի համար կառուցել դպրոց, աշխատանքները արվում են, սկսվել են եւ մեծ արագությամբ կատարվում են։ Հուսով ենք, որ շուտով կլինենք նոր դպրոցում։
Ես պատկերացնում եմ աշակերտները որքան են ուրախացել։ Իհարկե ուրախացել են, որովհետև մենք չունենք համապատասխան պայմաններ։ Այո։ Երեխաները շատ սիրում են ֆիզկուլտուրա առարկան, բայց չունենք համապատասխան դահլիճ, որտեղ դահլիճը համարյա թե կարող է ասել անտանիք է, ծախսել բավականին մեծ գումարներ։ Լաբորատորիաներ ունեք։ Լաբորատորիաներ ունենք, այո, լաբորատորիաները ունենք, գործում են, ուղղակի չունենք, ասենք քիմիա-կենսաբանության լաբորատորիան ջուր չունենք, որտեղ այդ խնդիրը մենք ունենք, ջրի խնդիր ունենք, դպրոցը չունի ջուր դասակարգ։ Մենակ բակում է, երկու կողմանի բակերում ունենք ջուր։ Բայց նոր դպրոցում կունենաք, չէ՞, Նոր մշտապես ջուր։ դպրոցում իհարկե կունենանք, ամեն ինչ կունենանք, ես հուսով եմ։ Ընկեր Կիրակոսյան, հիմա կցանկանամ շփվել աշակերտների հետ։ Գնանք ես թեկուզ ես մեր փոքրիկների մոտ։ Շատ լավ երեխաներ են, իրանք միգուցե իրանք սրտի եղածը ձեզ ասեն։ Մեզ սպասում եք ձեր դպրոցում։ Այո։ Ուրախացաք, որ եկանք։ Այո։ Yes։ Ինձ պատմեք ձեր դպրոցի մասին, թե կյանքը ինչպես է անցնում ձեր դպրոցում, ինչ եք անում, ինչ եք սովորում։ Ես չարաճճենքիր, Քո անուն ինչ է։ Ժորիկ, Խոստովանեցիր, որ չարաճճես։ Ահա, դե ասա տեսնեմ ինչ չարաճճություններ ես անում։ չեմ ուսում դասերին խելոք չեմ պահում։ Ուսուցչուհիներին նեղացնում ես։ Բա որ չսովորես դու քո դասերը, հետագայում երկրին պիտանի մարդ ես դառնալու։ Դու խոստովանում ես, որ ոչ։ Դրա համար ինչ պետք է անել։ Խելոք բայր, Խելոք պահել ու լսել, ու դասերը սովորել։ Այո։ Ինչ որ հանձնարարում են, գնաս տանը պատրաստվես վաղվա օրվա։ Ինչ մասնագետ ես ուզում դառնաս։ Բժիշկ, ռեստորան աշխատել, ռեստորանում ես ուզում աշխատես։ Դրա համար պետք է լավ սովորես, որ քո անձնական ռեստորանը բացես, տղա ջան։ Արի ծանոթանանք։ ես Նարեն եմ։ Ուրախ եմ շատ Նարեկ ջան։ Հիմա ինձ պատմիր քո առօրյայի մասին։ Մեր դպրոցում շատ լավ ժամանակներ ենք անցկացնում եւ դասամիջոցներին եւ դասերին ուրախ ժամանակ ենք անցկացնում։ Դասերը հաճույքով եք սովորում։ Այո։ Ինչ որ դժվարություններ առաջանում են։ Մեկ-մեկ։ Ում եք դիմում, որ ձեզ օգնեն։ Եթե դպրոցում ենք ուսուցիչներին, եթե տանենք ծնողներին։ Ինձ անկեղծ կասես, աշակերտների ու դպրոցում ուսուցչուհիների հարաբերությունը ինչ վիճակում է։ Լավ։ Եկեք պայմանավորվենք այսպես։ Մեզ դասավանդող ուսուցչուհիներին, ուսուցիչներին չենք նեղացնում, իրենց չենք հակաճառում ու լսում ենք։ Որովհետև գիտեք, չէ, ձեր ուսուցչուհիները ձեր երկրորդ մայրիկներին են, մենք պարտավոր ենք լսել ու չնեղացնել, հարգել։ Ալետա, հիմա ես ուզում եմ դու բոլորին պատմես մեր ծանոթության մասին։ Մենք դասարանի երեխեքով գնացել էինք մեր դպրոցի կողքի սեղանները, խաղում էինք այնտեղ։ Մեկ էլ տեսանք, որ Արևիկը գալիս է, մենք վազելով գնացինք իրան գրկեցինք ու մենք պայմանավորվեցինք, որ Արևիկը շատ շուտով գալու է մեր դպրոցը նկարի ու այդպես էլ եղավ։ Այո, ես ասացի, որ շուտով գալու ենք ձեր գյուղ ու մի 2 ամիս հետո որոշեցի, որ պետք է անպայման այցելենք Կոտայգյուղ, որպեսզի հրաշք մարդկանց ճանաչենք։ Ալետա, ուզում եմ մի փոքր դասարանի մասին պատմես։ Ես մեր դասարանը շատ եմ սիրում, ճիշտ է մեկ-մեկ կռիվներ ա լինում, բայց մենք մեկ այդ կռիվների հետ հանդեպ մենք մեր դասարանի երեխեքին շատ ենք սիրում ու մենք շատ միավորված ենք։ Ես ամեն օր օրինակի համար որ արձակուրդներ են լինում, ես սպասում եմ երբ են իրանք շուտ վերջանալու, որ գամ դպրոց իմ ընկերների հետ տեսնեմ ու խաղամ իրանց հետ։ Բարև ձեզ։ Եկեք գրկեմ բոլորիդ։ Երեխեք, քանի որ ժամանակը շատ քիչ է, ուզում եմ մի հատ իրար հետ ծանոթանանք, որ ես Կոտայ գյուղից շատ ծանոթներ ունենամ։ Աննա, դասարանում այսքան քիչ եք։ Չէ, ուղղակի դասերը մեր ավարտել ենք, կեսը գնացել են տուն։ Մենք մնացինք, որ ձեզ տեսնենք։ Օհ, ապրեք երեխեք, ես իսկապես ձեզ շատ եմ սիրում։ Քո անունը ի՞նչ է։ Թամարա, Թամարա ջան, դու Կոտայ գյուղից ես։
Այո։ Ահա, քո նախասիրությունների մասին կպատմես, ինչով ես զբաղվում դասերից հետո։ Դասերից հետո մայրիկին եմ օգնում, եղբորս եմ խաղացնում։ Ապրես դու, Դայանա։ Այո։ Շատ սիրուն տարբերվող անուն ունես։ Ես հավատում եմ, որ դու ապագայում մեծ հրուշակագործ ես դառնալու ու բոլորը իրենց առիթների համար թխվածքները հենց քեզնից են պատվիրելու։ Գնում եմ Պարի։ Բարի ես գնում։ Հենց Կոտայ գյուղում եք բարի գնում։ Այո, արդեն 5 թե 4-3 տարի գնում եմ ու 4-րդ համերգն եմ տվել։ Ամսի 15-ին։ Ու պատվոգիր կարող է ստանանք։ Ստեղ էլի մարդիկ կան, որ գնում են, օրինակ Ագապին, Մանեն, Միլենան, Արինան։ Դասերից հետո ունեք ձեր զբաղմունքը։ Շատ լավ է։ Մենք եթում ենք մանկապարտեզ բարի ընկեր Մարիամի մոտ, որովհետև ակումբում շատ ցուրտ է։ Հա, բարևենք ընկեր Մարիամին, ու ասենք, որ ձեզ շատ լավ բարել սովորեցնի։ Որ մեծ բեմերում ելույթներ ունենաք։ Մեր ուսուցչուհին ընկերավակն է, արդեն մեզ շատ բարել է սովորացել, երևի մի 5-6 հատ է։ Ահա։ Ու շատ հավես բարել է։ Իմ անունը Վարդուհի է, ես դասերից հետո եթում եմ պարապմունքների, Մարինի ու Մաթեմի դասերս ընդեղ եմ անում ու գնում եմ տուն։ Բա տանը ինչ ես անում։ Նկարչություն։ Ուզում ես նկարչուհի դառնալ։ Բա, Սոսում որ աշխատեմ։ ինչի համար սոսում աշխատես։ Երեխեքին օգնեմ դասերին։ Քո անունը ի՞նչ է։ Յանա։ Յանա։ Ո՞վ է դրել քո անունը։ Քրիկներս։ Շատ լավ անուն են մտածել քուրիկները։ Ինչ կպատմես քո մասին, Յանա։ Ես այդում եմ ընկեր Մարիամի մոտ բարի, 4 դիպլոմ ստացել եմ, ուզում եմ դառնալ պարուհի։ Բա որ դառնաս հետո ինչ ես անելու։ Կոտայ գյուղի մյուս երեխաներին բարել սովորեցնելու ես։ Այո։ Ամալիա, ինչ կասես դու Կոտայ գյուղի երեխաների մասին։ Լավն են իրենք։ Այո, Բոլորի հետ ընկերություն անում ես։ այո, Նրանք քեզ սիրում են։ այո։ Դու նրանց սիրում ես։ Ես Ռոմելան եմ, հաճախում եմ բարի խմբակների ու ուզում եմ պարուսույց դառնալ։ Օ, բոլորը այստեղ ուզում են պարուսույց դառնալ, չեմ հասկանում։ Ուրիշ մասնագիտություն չկա Կոտայ գյուղում։ Բա որ բոլորը պարուսույց դառնակ, հետո ինչ ենք անելու։ Հաց թխող չենք ունենալու, լավաշ թխող չենք ունենալու, լոլիկ աճեցնող չենք ունենալու։ Էհե, այդպես չեղավ է։ Բան եմ մտածել։ Ինչ։ Գիտ դառնամ, երեխաներին տենց սովորացնում էլի, մեր դարի առաջ ինչ ա եղել, պատմություններ պատմում։ Հատիս լերան վրա ում հուշարձանն են շուտով տեղադրելու։ Այսինքն շուտով ձեր գյուղում կյանքը եռալու է, զբոսաշրջիկների պակաս չեք ունենալու, այնպես որ լավ մասնագիտություն ես ընտրել, գիտ, անպայման։ Քո անունը։ Ես Միլենան եմ, ես սիրում եմ նկարել, ուզում եմ նկարչուհի։ Հուսամ ինձ անպայման կնկարես, հաջորդ անգամ նկարս ստանամ, լավ։ Ես Մանեն եմ, սիրում եմ երգել եւ ուզում եմ մի երգ կատարեմ Կոտայ գյուղի բնակիչների համար։ Հազարնեսովյա հովերի հետ են, ծաղիկ փնջելով սարվորի հետ են, ծաղիկ փնջելով սարվորի հետ են, սեսիոս վրա ծայ դուրմեմ եկել, դուրդ փակ տեսել, մոլոր մնացել, սարի սիրույար, սարի մեխակվել, աղ չէ ինչ մեխակ, սիրո կրակել, սարի սիրույար, սարի մեխակվել, աղ չէ ինչ մեխակ, սիրո կրակել։ Շատ լավ ձայն ունես, միշտ կշարունակես, որովհետև ես վստահ եմ, դու երգչուհի ես դառնալու, ես էլ քո մեծ ֆանատն եմ լինելու։ Շնորհակալություն։ Քո անունը։ Իմ անունը Ագապիա, սիրում եմ ազատ ժամանակ զբաղվել, սովորել չիներեն։ Ես ուզում եմ դառնալ չիներենի ուսուցչուհի եւ սովորում եմ չիներեն արդեն 2 տարի։ Ոնց կբարևես ինձ չինարեն։ Նիհալ,
Նիհաու։ Հա։ Լեզվաբան ես ուզում դառնալ։ Ուսուցչուհի։ Կոտայ գյուղում ես, չէ՞ դասավանդելու։ Չգիտեմ։ Եթե այստեղ ասեն, որ չիներեն կանցնելու, հա։ Հա։ Մինչև մեծանաս, մինչև սովորես, տարիներ կանցնեն, չինարեն էլ կանցնեն դպրոցներում։ Ես Երևանում սիրում ազատ ժամանակ քուրիկիս հետ խաղալ եւ ման գալ։ Գյուղի տարածքով։ Հա, Իսկ ուրիշ որտեղ ես ցանկանում լինել։ Երևանում Երևանում չես եղել ընդհանրապես։ եղել եմ։ Երևանում որտեղ ես ուզում գնաս, տեսնես, այցելես։ Բոլոր տեղանք գնացել եմ։ Կենթանաբանական այգի գնացել ես։ Ես Արինան եմ, սիրում եմ երգել, հաճախում եմ երգի մի տարի։ Դաշնակցության դրոշի տակ դարձարան մարմի կրակ, շողշողում է անվանը շուրջ մայչը մտնող արեգակ, սավառնում է հոգի տարի երկինքներում ջինչ մաքուր, որ մի աստղեան վերջ փալում եւ այդ ու ես մեր Արթուր։ Դե տղեկ ջան զենքերը վշարքեր շարկրակ բացեք, քաջարթուրի հաղթացոքուն դեպ երկինք ճամփա բացեք։ Դե տղեկ ջան զենքերը վշարքեր շարկրակ բացեք, քաջարթուրի հաղթացոքուն դեպ երկինք ճամփա բացեք։ Դու կատարեցիր Նարեկ Գևորգյանի երգից մի հատված։ Սիրում ես Նարեին։ Նրան տեսել ես երբևէ։ Բայց կցանկանաս տեսնել։ Մենք կարող ենք հիմա նայել տեսախցիկին, ողջունել Նարեկ Գևորգյանին ու ասել, որ Կոտայ գյուղում երկրպագուհի ունի։ Ես ձեզ շատ եմ սիրում Նարեկ Գևորգյան եւ ուզում եմ ձեզ տեսնել։ Ես վստահ եմ, որ դու մոտակա ժամանակներս Նարեին կտեսնես, որովհետև մենք այս տեսանյութը ուղարկելու ենք նրան։ Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, 44-օրյա պատերազմի ժամանակ ցավոք Կոտայ գյուղը եւս հերոսներ է ունեցել։ Եվ նրանց հիշատակը վառ են պահում Սերյոժա Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում։ Մենք եկանք 6-րդ դասարան։ Այո։ Երեխեք դպրոցում ունեք 6-ը, 6B։ Ոչ։ Միայն առաջինից մինչև 12-րդ դասարան ուղղակի AB չունեք, որևէ դասարան։ Հիմա ես ուզում եմ լսել ձեր երազանքների մասին։ Ես ֆուտբոլիստ եմ ուզում դառնամ։ Դրա համար ինչ պետք է անես։ Լավ ֆուտբոլ պարապեմ։ Իսկ դու գնում ես ֆուտբոլի պարապմունքի։ Պետք է այդքան։ Որտեղ ես գնալու։ Չգիտեմ։ Չգիտես, դե ուրեմն արի, խնդրենք, որ Կոտայ գյուղում բացեն ֆուտբոլի խմբակ։ Կուզես։ Կարող եմ մի բան ասել։ Իհարկե։ Մեր Կոտայ գյուղում արդեն կա ֆուտբոլի խմբակ։ Արդեն ունեք, բա ինչու չես հաճախում։ 12 տարեկանից պետք է ընթամ։ Հիմա քանի տարեկան ես։ 11 ես։ Դե լավ, մի տարի հետո անպայման կգնաս։ Հայ ֆուտբոլիստներից ում ես ամենաշատը սիրում։ Էնիկ Մխիթարյանի։ Ապրես։ Ասա Վարդան ջան, ինչ երազանք ունես։ Ուզում դառնամ լյոչիկ։ Օ, ինչի համար։ Որ վերևից մեզ նայես։ Հա։ Դրանց շատ փողեր են աշխատում, ուզում եմ դրանից հետո իմ լաբորատորիան առնեմ, այնտեղ բաներ սարքեմ։ Ինքնաթիռներ։ Հա, Բա զենքեր։ զենքեր էր։ Ապրես, բայց Աստված տա աշխարհում խաղաղություն լինի ու երբեք զենքի կարիք չունենանք ոչ մեկս։ Ինչ երազանք ունես, Ջորջ։ Վարդավիրի։ Իսկ տղաների մազերն է սարքելու։ Հա։ Բաղջիկների։ Իմը չսարքի, որ գա։ Սարքեմ։ Ոչ մի աղջկան չսարքես, մենակ իմը, լավ։ Ես երբրատն եմ, ես հիմա պարոն եմ զբաղվում, ուզում եմ որ մեծանամ պարուհի դառնամ։ Դու գիտես ինչքան լավ անուն ունես։
Ես առաջին անգամ եմ լսում այդպիսի անուն։ Իսկ ինչ անուն ես դու կրում։ Իմ տատիկի անունը եկի Եփրատ գետի անունը։ Եփրատ գետը որտեղով է հոսում։ Հայկական լեռնաշխարհի տարածքով։ Իսկ երբևիցե տեսել ես այդ գետը։ Անպայման կգնաս կտեսնես։ Երեխաներ, հիմա ձեզ հարց եմ տալիս, ով ճիշտ պատասխանեց Voice of Dream-ի կողմից նվեր ունի այս նկարչական ալբոմը։ Voice of Dream-ը սոցիալական նախաձեռնություն է, այնտեղ հատուկ կարիք ունեցող երեխաները գնում են, սովորում են, կրթվում են, ու եթե սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ գնումներ կատարեք իրենց սոցիալական էջերից, ապա ամբողջ գումարը կփոխանցվի հատուկ կարիք ունեցող երեխաների կրթությանը եւ զարգացման, այնպես որ եկեք բոլորս համախմբվենք, իրար օգնենք ու բարի գործերով զբաղվենք։ Հարցը հետեւյալն է, որն է աշխարհի ամենաընտանեկան կապը։ Ճիշտ է։ Կանոնը ինչ է։ Սլավիկ Նամաձյան։ Սլավիկ ջան, քանի որ ճիշտ պատասխանեցիր, սիրով այս նկարչական ալբոմը քեզ եմ նվիրում։ Շնորհակալություն ենք հայտնում 6-րդ դասարանից ու Աշոտ, գնում ենք, տեսնենք ինչ կա չկա Կոտայ գյուղում։ Կոտայքցիներ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց ենք։ Լավ, ես գիտեմ, որ դուք ինձ սպասում եք, բայց կներեք այսօր առանց Արմինե ենք եկել։ Ներողամիտ եք, չէ։ Դուք ավելի լավ։ Անպայման։ Հիշում եք, չէ, հենց այս դաշտում մենք այո, ծանոթացանք մի քանի երեխայի հետ։ Ու երեխաները ասացին, երբ ես գալու Արևիկ մեր գյուղը նկարես, Աշոտ ասի, պետին թող գնում ենք Կոտայքի մարզ։ Երեխեք, հիմա եկել ենք, որ ձեզ հետ ծանոթանանք, ձեր գյուղի մասին, ինձ ինչ կպատմեք, որ ես լսեմ զարմանամ։ Մեր գյուղում շատ լավ է օր անցնում, բայց խաղարպրակ այդքան էլ լավը չէ։ Դպրոցը շատ լավն է, սղարները շատ գեղեցիկ։ Երեխեք, նոր դպրոց են կառուցելու ձեզ համար, միգուցե ֆուտբոլի դաշտ էլ կառուցեն։ Այնտեղ ֆուտբոլի դաշտ կա, բայց այդքան էլ մեծ չէ։ Հա, ուզում եք այս դաշտը վերանորոգեն։ Այո։ Ինքը խաղարկության ենք մասնակցել, գյուղում այդպես ավելի շատ միավոր եղավ, այդտեղի որ վերանորոգում են այդ դաշտը, մենք 4-րդ տեղ ենք ընկել, այն մյուս 3 հատ գյուղը արդեն սարքել են։ Հա։ Զարը, Կապուտանը եւ Հադիս գյուղերում են զարկել, մենք 4 տեղն է, 386 մարդ մոտավոր։ Պայքարել եք, որ լավ կահավորված դաշտ ունենան։ Բոլոր մեծերը բոլորի տներով շրջում են եւ քվարկության բան։ Դե ասեք, տեսնեմ ձեր գյուղը ինչի կարիք ունի։ Ամեն ինչի։ Օրինակ, Օրինակ ֆուտբոլի դաշտի։ ուրիշ։ Խաղարապարակի։ Մենք խանութների շենք բողոքում, որովհետև մենք ունենք շորի խանութ, տեխնիկայի, չէ, տեխնիկայի։ Ես բողոքում եմ։ Մթերային խանութ։ Շինանյութի խանութ, մթերային խանութ։ Դեղատուն կա գյուղում։ Ասեմ ավելին հենց խանութի մեջտեղում է։ Մեր սարի վրա դնելու են Հիսուսի արձանը։ Այո, ամեն առավոտ գյուղից տեսնելու եք Հիսուս Քրիստոսի արձանը։ Երանի ձեզ, երեխեք, երանի ձեզ, 1000 երանի։ Ես կուզեի որ էլի բանը Սենց բաներ լինեն, որ ավելի տարբեր բաներ լինեն, ստե հավես լինելու, ստե բան մի քիչ սարքեն, որ ավելի բան ավելի լավ էլի, որ տես հաճելի, որ տես կեղտոտ տես բան չելի։ Ահա, լսեցի քո անուն ինչ է։ Կարինե։ Կարինեի խնդրանքը անպայման կատարեք ու խաղասարքերը ավելացրեք, որպեսզի Կոտայքի փոքրիկները գեղեցիկ մանկություն ունենան։ Բարև ձեզ, ինձ համար մեծ պատիվ է ձեզ ընդունել մեր գյուղում եւ ներկայացնել մեր եկեղեցին։ Ես Թամարան եմ, հաճելի է շատ ձեր հետ ծանոթանալը։ Սովորում եմ դպրոցում, միջնակարգ դպրոցում գյուղի, իսկ հիմա ներկայացնեմ եկեղեցու մասին։ Եկեղեցու անունը Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի է։ Եկեղեցին կառուցվել է 1410 թվականին, 1800-ական թվականներին այն քայքայվել է երկրաշարժի պատճառով, իսկ 2000-ականներին արդեն նորից վերակառուցվել է եւ ինչպես տեսնում եք վերակառուցված վիճակում։ Վարագույրները եկեղեցու փակ են, որովհետեւ
դասի շրջանն է։ Եկեղեցին վերակառուցվել է Վարդան Հարությունյանի շնորհիվ։ Ժամանակին անցկացվել են պատարակներ, հարսանեկան արարողություններ, կնունքներ եւ այլն։ Շատ լավ է, որ գյուղում ունեն գործող եկեղեցի։ Մարդիկ էլ չեն մտածի, ուր գնանք, որ մեր սրտի խոսքը հասցնենք Աստծուն։ Իսկ իմ խնդրանքն է, որ մեր հայ ազգը դարձի գա, դեպի Աստված նայի, լսի Աստծո պատվիրանները, կատարի, չխախտի ու այդպիսով մեր երկրում չարագործությունները կվերանան։ Եթե մենք Աստծուն լսենք, Աստծո պատվիրանները կատարենք, էլ չարարարքներ չենք անի, գողություն չենք անի, մարդ չենք սպանի, սուտ վկայություն չենք տա եւ այլն, բայց հիմա տեսնում եմ, որ մեր ազգը շատ է չարացել, ամեն ստից առիթով մարդիկ միմյանց սպանում են, ինչը սարսափելի է, ես խնդրում եմ ժողովուրդ, ուշքի եկեք, դարձի եկեք։ Անուշ ջան, որ դասարանում ես սովորում։ 10-րդ։ Կպատմես գյուղում քո առօրյան ոնց է անցնում։ Նորմալ։ Առավոտ գնացիր դասի, դրանից հետո պարապում ես ինչ-որ մի բան։ Չէ, դեռ չէ, բայց պետքա պարապեմ։ Ինչ ես ցանկանում պարապել։ Դե ուզում եմ դառնամ հոկեբան, հայոց լեզու կամ կենսաբանություն։ Հիմիկվանից սկսես պարապմունքները, որ միասնական քննություններին մասնակցես, որոշել ես, որ համալսարան ես ընդունվելու։ ԵՊՀ։ Լավ, բա որ ընդունվես, դառնաս ուսանող։ Ինչպես է քո կյանքը դասավորվելու։ Մնալու ես գյուղում, գյուղից գնաս դասի, թե տեղափոխվելու ես քաղաք։ Մնամ։ Մնաս գյուղում։ Իսկ տրանսպորտ կա, որ ամեն օր գնաս դասի, ետ գաս։ Այո, կան։ Ուսանողական են տրամադրում։ Ոչ։ Այսինքն գյուղում գործող տրանսպորտ կա։ Այո։ Անմիջական կապ ունեք դեպի Երևան։ Մի փոքր խոսենք գյուղի ավանդույթների մասին։ Ամեն տարի տրնդզին դպրոցում հավաքվում ենք, կրակ ենք վառում եւ նշում ենք նորմալ։ Ընկերուհիներով, որ ուզում եք հաճելի ժամանց անցկացնեք, ուր եք գնում։ Գյուղից դուրս։ Քաղաք։ Աբովյան, Երևան։ Աբովյան, Երևան, տարբեր տեղեր։ Իսկ դու գյուղը սիրում ես։ Հա։ Շատ։ Հա, շատ։ Նկատեցի, որ Կոտայ գյուղը մաքուր եք պահում։ Հա, մաքուր է։ Ինչով է դա պայմանավորված։ Դե մարդիկ չեն աղտոտում։ Թե աղբամաններն են շատ։ Աղբամաններն են շատ, դրա համար չեն աղտոտում։ Շնորհակալություն ձեզ դրա համար։ Բարև ձեզ։ Բարև։ Ո՞նց եք։ Շատ լավ իջել են։ Ազգությամբ Ադուսա եզդի եմ։ Եզդի եք, այսինքն Կոտայ գյուղում հայերի կողքին ապրում են նաև եզդիական ընտանիքներ։ Կյանքը ոնց է անցնում Կոտայքում։ Շատ լավ, ոնց դասի։ Ինչ դժգոհություններ ունեք։ Ոչ բան։ Ամեն ինչ լավ է։ Տեսնում եք, գարուն է եկել արդեն, եղանակները շուտով կտաքանան։ Ինչ եք անելու։ Ձեր առօրյան ոնց եք Ոչ անցկացնելու։ բան չէ, յոալ մարդը միշտ պետք է անեմ։ Որտեղ եք աշխատում։ Չեմ աշխատում, ասեմ յոալի թե որտեղ աշխատում։ Որտեղ չի աշխատում ես որտես։ Թոշակ ստանում եք։ Չէ։ Բա ինչի։ Ես չեմ դալիս։ Բա դասավոր եք, թոշակ ստացեք։ Ո՞ր դասավոր չեմ դալիս։ Կակրած այդ մասին ենք խոսում։ Հա։ 2 տարի առաջ ստացած լներ, Ահա։ ինքը 65 պլյուս է։ Ինչեւ չի ստացած, թե ասում տեղն չգիտեմ, որ չի ստացնում գնաց տոցա։ Քեզի կտրնեք օտոսակը կտա։ 63 տարեկանից արդեն տալիս են թոշակ։ Հայաստան Չէ, ես չեմ գնացել։ Վայ։ Չգիտեմ։ Բա անպայման կգնաք կդիմեք կստանաք։ Բա Որտելի վալտա, ալի չելեմ եմ։ Ես չարիք չի եկարեմ։ հաշմանդամություն էլ ունեք։ Հա, անպայման դուք պետքա թոշակ ստանաք։ Գործել է սա, ոչ բար չեմ ստանում։ Շատ սխալ եք անում էլի։ 10 ընկերն է, առիթի 10-ը իրարիք։ Դուք հայ եք։ Ես հա։ Ինչ տարբերություն, այք գայես, ինչ տարբերություն։ Ոչ մի տարբերություն։ Մարդը։ Այո, ամենտեղ լավն էլ կա, վատն էլ կա, ճիշտ է։ Դե ամեն ազգի մեջ կա, լավն է կա, վատն է կա։ Անես մարդը ես ինձ ձևի ապրեմ, ինձ ձևի անում, լավություն անում, բանամ, էմի արդեն իլեր է գնացել, դելը։ Անց է, սա անց է գնացել է։ Բայց դուք անպայման ձեր թոշակի հարցերով զբաղվեք, լավ։
Տելես քաներ նոքի ապորտում բեկրեմ գիթեմ։ Եղավ։ Դուք ինչ դժգոհություններ ունեք։ Ես դժգոհություն չունեմ, ես գոհ եմ։ Ումից եք գոհ։ Անգնից։ Ձեզնից։ Ապրել եմ սաղ կյանքս լավ, կերել եմ, խմել եմ, մինչև այսօր էլ ապրում եմ։ Էլ չգիտեմ ապրոտ ինչքան էլ կյանքատը կապրեմ, էլի այ բալոջ։ Իսկ ձեր մասին ինձ ինչ կասեք, դուք կոտայքցիներդ ինչպիսի մարդիկ եք։ Լավ, խելոք մարդ են, էլի։ Աշխատում են, արարում են իրենց ընտանիքը պահում են։ Բալոջ, հետա։ Ապրեք դուք։ Մեր կեղում հատ լավ տեղ եմ ճարում կեմ մարդի տամ։ Հա, ձեր գյուղում գամ հարս։ Ինչ կլնի, կոմը ծրի, թրիկը ծրի, վառելիքը ծրի։ Չեմ ուզում փախա ես։ Երեխեք ո՞նց եք։ Լավ ենք։ Կոտայքից եք դուք։ Այո, հիմա հա, բայց Արցախից ենք, հա։ Արցախի ո՞ր շրջանից։ Մարտունի շրջան Արշան գյուղ։ Ո՞նց է անցնում կյանքը Արցախից հետո։ Նորմալ, ճիշտ է, կարոտում ենք, բայց լավ է։ Բայց ընկերները մեզ ամեն ինչում օգնում են։ Կոտայքի երեխաները։ Այո։ Արցախը ասում եք շատ եք կարոտում։ Այո։ Շատ ենք կարոտել։ Իսկ Արցախի մասին ինչ կերքեք։ Եկինք Արցախ, խմինք ընջիրան, սրտս ուանա, ցավս տմանա, եկինք Արցախ, խմինք ընջիրան, սրտս ուանա, ցավս տմանա, ուրար կավերեն ցավը վերընկեր չկա, ուրար կավերեն ցավը վերընկեր չկա, մեզ կավերեն ցավը վերընկեր չկա, մեզ կավերեն ցավը վերընկեր չկա։ Հիմա եկեք Արցախի բարբառով ասենք, մենք հավատում ենք, որ մի օր վերադառնալու ենք Արցախ։ Մունք հատում ենք մի օր գնանք Արցախ։ Այո։ Իսկ դուք գիտեք, որ աղբի տեղը աղբամանում է։ Եթե չգիտեք, իմացեք։ Եկանք գյուղի պատմական արժեք ունեցող Հուշարձանի մոտ հուշարձանը կառուցվել է մեր գյուղի տղաներին հարգանք ցուցաբերելու համար երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի ունեցել 1941-ից 45 թվականներին, իսկ հուշարձանը կառուցվել է 1975 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ։ Մայիսի 9-ին գյուղի բնակիչները հավաքվում են այստեղ, ծաղիկներ են խոնարհում հարգանքի տուրք մատուցելու համար։ Առաջանանք, տեսնենք ներսում ինչ կա։ Այստեղ գտնվում են այն մարդկանց նկարները, ովքեր մասնակցել են երկրորդ համաշխարհային պատերազմին եւ այլևս տուն չեն վերադարձել, իսկ այս գրքերի մեջ ներկայացված է իրենց կյանքը, նկարները, նաև նամակներ ունենք, երբ որ պատերազմից ուղարկել են իրենց հարազատներին։ Թամարա ջան, բոլորը Կոտայք գյուղից են։ Բոլորը Կոտայք գյուղից են, հուշարձանն էլ նվիրված է հենց իրենց։ Կոտայքից մասնակցած այն մարդկանց, ովքեր երկրորդ համաշխարհային պատերազմին զոհվել են։ Տեսնենք Համբարձումի մասին այստեղ ինչ է գրված։ Կոշտ թաղդեմքով տղամարդեր, բարի էր, բայց օրինապահ։ Զորակոչվել է 1941 թվականի նոյեմբերին, մարտնչել է Մոլդովում, այնտեղ զոհվել է։ Կինը Ռեյնիկը տղայի հետ ապրում է հայրենի գյուղում։ Համբարձումը աշխատում էր կոլտնտեսությունում, լավ աշխատողի համբավոն էր։ Ահա, այստեղ բոլորի մասին կան տվյալներ, մանրամասներ, որպեսզի մենք նրանց մասին իմանանք, չմոռանանք։ Ես ձեր գյուղի այս հուշահամալիրի տարածքը շատ սիրեցի։ Շատ սիրուն գյուղ ունեք, տարբերվող բնություն։ Այստեղ վերևից կասեք, որ գյուղերն են երևում։ Կապուտանը, հատիսն է, հատիսն է,
Արամուսը։ Ակուկտա, ակուկից էլ զարդա։ Երևանը չի երևում։ Նոր յուղն է երևում այն։ Հա, նոր յուղ։ Եթե ուզում եք կտրվել քաղաքների թողուբոհից, եկեք Կոտայ գյուղի հենց այս տարածքը, հուշարձանի հարակից վայրը, որտեղից սիրուն տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Հետո երեխեք պատմեք, տեսնեմ այստեղ ընդհանրապես գալիս եք, պիկնիկ եք անում, ինչ եք անում։ Մենք вообще դասարանը ուզում ենք gangster color party անենք, որ ամեն մեկը աղջիկներով էլի գույն քաշենք ու ամեն մեկը այդ գույնի բոլորի համար այդպես ուտելիք սոկեր բաներ բերի։ Դաշտում պիկնիկ ենք արել, որտեղ մենք փող ենք հավաքել ու տենց գնդակ մեկը գնացել է գնդակա բերել բան ու տենց տարբեր խաղեր ենք խաղացել, պիկնիկ ենք արել։ Ձեր ժամանակը հավեսով անցկացնում եք, էլի, հա։ Այո։ Ու հենց առաջի որ դաս փախել ենք, էդի օգնել է մեզ կազմակերպենք մեր դասղեկը Ընկեր Թադևոսյանը։ Իսկ Այս անգամ մեզ Ընկեր Կիրակոսյանը դասից թողել է, մենք գնացել ենք։ Մեր ֆիզկուլտուրայի դասատուն։ Այստեղ ամենալավ տեղն է, այս թվում է, որ պիկնիկ անես, գաս հիանաս, կոտայք։ գաս ու աշխարից կտրվես։ Ես կտխորվեմ, որ ստեից գնամ։ Գիտեք ինչ կուզեի, այստեղ ճոճանակ լիներ։ Գայիք նստեք, ճոճորվեիք։ Անպայման մտածեք այդ մասին, այստեղ ճոճանակներ կառուցեք, որ երեխեքը գան համ ճոճորվեն, համ էլ իրենց գյուղի գեղեցկությամբ զմայլվեն։ Ձմեռն էլ այստեղ հավես, որովհետև այն սղարանի հուշարձանի վրից աստիճանների վրա սառույց է լինում, մեկ սաղնակով իջնում ենք։ Զորք, դուք սուրճ խմել չեք ուզում։ Ուզում եք։ Եկեք գնանք Արինայից տուն, եկեք։ Բոլորդ եկեք։ Իրա տատիկը շատ բարի է։ Բարի տատիկ ունի։ Շատ բարի է։ Աղջիկներ եկեք։ Տիկին զվար դուք ինձ փրկեցիք։ Ինչով եմ փրկել, ինչ առումով։ Առավոտից սուրճ չէի խմել, ճիշտն ասած վարչական ղեկավարին այցելեցինք, այդ ժամանակ խմեցինք, ժամը 12-ն էր ոնց որ, հա, ու մինչև ժամը 5-ը չենք խմել ու այսպես քունը ստանում էր, էլի, այնպես որ թարմացա, ապրեք շատ։ Ես զգացված եմ, որ մի փոքր սուրճով ձեզ հյուրասիրեցի, ձեր սիրտը շահեցի, հա, դա յուրաքանչյուրիս բանն է, խիժն ու թելադրանքն է, որ մարդը հյուր է գալիս, մեր հայրի մեջ ընդունված է ճիշտ է հաց ու աղով դիմավորել կամ սեղան տնել, բայց դուք սահմանափակվեցիք միայն սուրճով, որովհետև այնքան վատ էիք զգում, որ ուզում էիք ստաֆեիք մի քիչ աշոժանալ, սահմանափակվեցի միայն սուրճ տալով։ Ապրեք շատ, գոհ ու շնորհակալ ենք ձեզնից։ Տիկին Զվարդ, դուք Կոտայքում եք ծնվել, թե հարս եք եկել այստեղ։ Չէ, ես Կոտայք վերցրել ենք մենք Արցախից ենք 20 թվականի պատերազմից մասնակիցներ ենք, ապրել ենք Քարվաճարում, վերադարձել ենք ու երրորդ տարվա ընթացքում մեզ պետությունը, ղեկավարությունը հատկացրեց սերտիֆիկատներով, որտեղ որ ուզում եք ինչ չափով, մենք 10 միլիոնով հնարավորինների չափով երկու սերտիֆիկատով այստեղ հնարավորություններ կտամ, որովհետև դուրերը շատ եկավ նախ իր բնությունով իր խողոճերով ու մարդիկ շատ լավն էին։ Ինձ շատ դուր եկավ, երրորդ տարին է ապրում ենք այստեղ ու շատ շնորհակալ եմ, որ Աստված այստեղ մղեց Կոտայքում, Կոտայք գյուղում, շնորհակալ եմ Աստծուց։ Դուք Գյումրի աղջիկ եք։ Ես Գյումրեցի եմ, նախկին անունը Լեննական, այո, մինչև 88 թիվը ապրել ենք այնտեղ, երկրաշարից հետո ամուսնացել եմ, դրանից հետո ամուսնացել եմ Վրաստան, Վրաստանից էլ տեղափոխվել ենք իմ հայրենիքը, իմ երկրորդ հայրենիքը Արցախը, որը շատ սիրել եմ ու սիրում եմ։ Ինչով էր Կոտայքը առավել, ինչն է ստացած դուր գալիս։ Մարդիկ լավ դիմավորեցին, մարդիկ իրենց շնորհքով, իրենց ցուցաբերած օգնություններով, բաներով շնորհակալ ենք։ Մի փոքր օգնություններով մենք շատ ուրախացանք, զգացինք ինչպես մեր տանը։ Ինչ կփոխեիք Կոտայ գյուղում, Տիկին Զվարդ։ Կոտայ գյուղում ես կփոխեի նախ ճանապարհները, միջանցիկ ճանապարհները, որոնք դեր սովետական շրջանում ասֆալտապատ են եղել, բան։
Դե հետո էլ այս ճանապարհի նեղվածությունը ուզում եմ որ մայթեր լինեն, որ կարողանան երեխաները, հաշմանդամները, ծերերը կարողանան մայթերով քայլեն, ոչ թե ճանապարհի մեջտեղով վախվախելով, որ հանգարց մի ավտո կգա, թե չէ մնացածը ամեն ինչը այստեղ ամեն բանն էլ մոտիկ ամեն ինչը փոքրիկ ունենք, արդեն ծնված նոր անդամ ունենք, օգտվում ենք պոլիկլինիկայի շատ հոյակապ մարդիկ են, Պոստայից եմ, փոստից եմ, հայ փոստից եմ օգտվում շատ լավն են եւ Արցախից են եւ տեղի բնակիչ է սպասարկողը գյուղապետարանը մեզ առաջի օրվանից ամեն ինչով եւ աշխատանքի վայրով եւ ամեն ինչով է մեզ ընտառաջել է Բարև ջիկո ո՞նց ես եկել եմ տեսնեմ ինչ կա չկա կշփվես մի քիչ ինձ հետ Ոյ նեղացել ես ինձնից Ես քեզ ինչ եմ արել Ջոն Արի Գիտես ես շունիկ եմ պահում իր անունն էլ է Ջեկո Անպայման քո կողմից կբարևեմ Վայ Գնամ թե մնամ հետդ խաղամ ոնց ես ուզում Լավ է Ջեկո գնացի հաճող լավ մնա Խելոք կմնաս Հավայ չհաչաս Տեղին կհաչաս եղավ Արսինե որ դեղա պետք լինում, որտեղից եք առնում։ Գնում ենք Աբովյան եւ Էմիլի ֆարմում ծախում են դեղատունը։ Մենք դեղից առնում ենք։ Արա կարողջանում եք։ Այո։ Ապրի Էմիլի ֆարմը։ Ես ուզում եմ Թամարա մեր Շամշադինի բարբարով խոսամ քո հետ։ Հələ տենամ ինչքան եմ հիշում մեր բարբարից։ Ես էլ փորձեմ հասկանամ։ Ապրեք դուք, որ ձեր գյուղումը մեզ սրտաբաց ընդունեցիք։ Մենք գոհ ենք ձեզնից, հա, մոռացել եմ մեր բարբարը։ Ճիշտն ասած, որ ես փոքր էի, Մովսեսում էի ապրում, ու գրական էի խոսում, իմ վրա ծիծաղում էին, ասում էին, քեզ դրել ես քաղաքացու տեղ, օրևիկ։ Ասում եմ, ես սիրում եմ գրական հայերենով խոսամ, ինչ եք ուզում ինձնից, ես չեմ ուզում բարբարով խոսեմ։ Դրա համար էլ բարբարը մոռացել եմ ցավոք սրտի։ Իրականում մեր գյուղն էլ է ունեցել բարբար, ուղղակի ժամանակի ընթացքում ոնց որ վերացել է։ Հիմա ասենց մեր տարիքի երեխեքը տենց ընդհանրապես չեն օգտագործում, մի 2-3 բառ երևի տենց որ օգտագործեն խոսակցականի մեջ, բայց տենց ընդհանուր չկա էլի բարբարը։ Օրինակ ինչ բառեր կան, մեծերի որ օգտագործում եք։ Մենք չենք օգտագործում, ես չգիտեմ, տենց։ Ապրեք Թամարա ջան, մենք առաջին անգամ ուսումնասիրեցինք Կոտայ գյուղը ու բավականին շատ հավանեցինք։ Մենք Անպայման էլ ենք այցելելու, որովհետև խոսք եմ տվել երեխաներին Արմինեի հետ մի օր անպայման գալ։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ, որ եկաք, միասին ուսումնասիրեցինք տարածքը։ Շնորհակալ ենք։ Գարնան 18-րդ օրը անցավ Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք բնակավայրում։ Սիրելիներս, բոլորիցդ շատ շնորհակալ եմ մեզ ձեր գյուղում գրկաբաց ընդունելու համար։ Ես ուզում եմ, որ մեր հաղորդումների միջոցով միասնական լուծենք գյուղերի խնդիրները։ Ինչպես ես գամ, դուք բարձրաձայնեք, իսկ պետությունը լուծում տա։ Բոլորիդ շատ սիրում եմ։ Մեզ սպասեք ձեր բնակավայրում, մեկնաբանություններում գրեք, թե որ գյուղը կցանկանաք տեսնել։ Իդեպ, Կոտայ գյուղ բոլորդ հաճախակի եք գալու, որովհետև Հատիս լեռան գագաթին շուտով տեղադրելու են Հիսուս Քրիստոսի հուշարձանը։ Խաղաղ գիշեր, բարի գիշեր, անփորձանք լինենք բոլորս։